Պարոն Կարապետյան, օրերս երբ Էդգար Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում եւ գնահատական տվեց, նշելով, որ դուք մեր զինվորների սրիկայաբար տարավ եւ զոհեցիք, դրան հաջորդեց իշխանության կողմից պարսավանքի մի ամբողջ ելույթներ, նաեւ տիպում էին, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի կամ եթե դուք չեք ինքնակազմակերպում դուրս կշպրտել, բայց դուք էլ ընդունեցիք, որ դա բարեկրթության սահմաններից դուրս էր ձեր եւ իշխանության կողմից հռչակած, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց պիղծ է ձեր վեհապարը։ Ձեր բառապաշարը շարունակելու են մի կերպ մնալ, դուք սա չեք դատապարտում, սա ձեր համար բարեկրթության սահմաններից դուրս չէ եւ նաեւ խոսեց հեծի մասով, նշելով, որ վստահ է, որ հեծը պետականացնելուց հետո շատ ավելի լավ է լինելու, բայց այն անընդհատ չի կարող լինել պետական։ Սրանց ձեր մեկնաբանությունը ո՞րն է? Շնորհակալություն։ Տեղում կարծում եմ արձագանքը եղավ տեղում եւ այդ արձագանքը հասցեական մենք լսեցինք արձագանք այդ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է հեծին։ Երկար կարելի է լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, թե սեփականությունն է, որ երկրի սեփականությունն է երկաթուղին։ Որ մի բանի սեփականությունն է, սեփականատերը ինչ ուզում կարող անի, ինչ ուզի։ Նա պատմում էր երկաթուղու մասին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է։ Երևի մոռանալով մեր հայտարարությունների մեջ մենք դրան անպայման կանդրադառնանք, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել։ Եվ ինչ է դա բերելու մեր երկրի զարգացման, ինչ խնդիրներ։ Մեր գործընկերը նշեց, տնտեսական աճը դանդաղում է։ Ես կարող եմ ասել, ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետև չի կարելի խախտել հիմնարար տնտեսագիտության, տնտեսության կառավարման կանոնը, այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է լինի առաջի կանոնը։ Այդպես են ձևավորվել մեծ ուժեղ տնտեսությունները։ Պարտեթիվի հաղորդան, պարոն Կարապետյան, այսօր ազգային ժողովում քննարկվում է կառավարության այն ծրագիրը, որում հստակ ենթագրող կա, որտեղ նշված է կաթողիկոսի հեռացումը, թեև ժամկետը չի նշվում, բայց 2025 թվականին եկեղեցին մեր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո ձեր նոր եղբայրը Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ այսօր ազգային ժողովում քննարկվում է նաև կառավարության այն ծրագիրը, որում հստակ կաթողիկոսի հեռացման հարցն է դրված, ուզում եմ հարցնել, եթե բանը հասնի դրան, դուք շարունակելու եք ձեր ձևով պաշտպանել եկեղեցին եւ ինչպես է դա տեղի ունենա։ Մենք եւ 100,000-ավոր հայաստանցիներ, հայեր մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Շարունակելու ենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք։ Մենք չենք ընդունում բոլոր այն մտածածին օրակարգերը, որ բերվում է Հայաստան, ներմուծվում է Հայաստան, օտար ազգի, մեզ հակառակորդ եւ թշնամի համարող ազգի պատվերով։ Վերջին հարցը գործընկերներ։ Մեր ձևը երևաց էլի։ Որ ազգն է մեզ համարում թշնամի։ Որ ազգն է մեզ իր երեխաներին կրթում ի թշնամություն հայերի։ Մեր գործընկերներից պարոն Դավթյանը նկարներ ցույց տվեց մանկապարտեզում, ինչ նկարներ են երեխաները նկարում։ Ինչպիսի կրթական համակարգ է դրված։ Կարող եք ելույթը նայել եւ կարող եք ենթադրություն անել, որ ազգի մասին է խոսքը։ Երկրորդ հարցը։ Ձեր ձևը ո՞րն է։ Մեր ձևը ինչպես մինչև հիմա, մենք դեկտեմբերին էլ է եղել իրավիճակներ, հիշում եք հայտնի, ինչպես հիմա, ինչպես դեկտեմբերին, ինչպես ամեն ամիս, նույն ձև։